Կոնդիցիոները մակետային տարբերակը զկարա մեծանա եւ ավելի մեծ տարածքների համար օգտագործվի։ Ու սա ահագին զարգանալու տեղեր ունի, քանի որ սա մեր առաջին մոդելն էր եւ սարքերի ինտեգրումից հիմնականում ռոբոտներ են պատրաստել ու նմանատիպ բաներ պատրաստելու սա իմ առաջին փորձն էր եւ առայժմ այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ սա պատրաստեմ։ Հարժիսեցի Հայկը խելացի օթորակիչ է ներկայացրել DigiCode-ի մարզային փուլին։ Շարժիչից, էկրանից ու սենսորից բաղկացած սարքը բարդ կառուցվածք չունի, չափում է օդի խոնավությունն ու ջերմաստիճանը։ 2017-ից է միացել Արմաթին, նմանատիպ ծրագրերի շնորհիվ հասցրել է փորձ ձեռք բերել։ Դպրոցի ունեցած գիտելիքներս խթանելա, որպեսզի Արմաթում կարողանամ աշխատեմ, իսկ Արմաթում ստացած գիտելիքներս օգնելա, որպեսզի դպրոցում կարողանամ առարկաները սովորել ու լավ համագործակցում էր դպրոցն ու Արմաթը իրար հետ, այդ գիտելիքները ինձ ահագին օգտակար են եղել։ Աստղագիտության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն փոխանցելու նպատակով էքսկուրսիա տիեզերքում վիրտուալ լաբորատորիա են ստեղծել Եվան ու Մարիամը։ Առաջին փորձում ներկայացում են մոլորակների պտույտը Արեգակի շուրջ։ Երկրորդ փորձում ներկայացում են մոլորակների առանձնահատկությունները, որոնց մասին մենք իմանում ենք աստղադետեկի օգնությամբ։ Իսկ երրորդ փորձում մենք ներկայացնում ենք մոլորակների հեռավորությունը Արեգակից, որը մենք կարող ենք չափել։ Մենք որոշել ենք աստղագիտության մասին ստեղծել վիրտուալ լաբորատորիա, որովհետև նրան շատ քիչ են անդրադառնում։ Համակարգչային խաղ, վիրտուալ աշխատանոց, սարքերի ինտեգրում անվանակարգերով մասնակիցները ներկայացրել են ստեղծած խաղերը։ Անցկացվել է նաև Օլիմպիադա կրիա եւ Python ծրագրավորման 2 լեզուներով։ Արմատ ինժեներական խմբակներում երեխաներին մատուցվում են կոդավորման մասին հիմնական գիտելիքները, թե ինչքանով է ստացվում, պարզվում է DigiCode-ի միջոցով։ Ամեն տարի գրեթե տարբեր կարգերով եմ գալիս, սկզբից եղել է խաղերի ստեղծում, լաբորատորիա, այնուհետև էլի Օլիմպիադա եւ այս վերջի 3 տարին Օլիմպիադա եմ եղել։ Ինձ համար սա շատ կարևոր փորձ է, որպեսզի ես զարգացնեմ իմ հմտությունների ծրագրավորման մեջ, որտեղ ես նաև իմ ապագա մասնագիտության մեջ դա մեծ դեր է ունենալու։ DigiCode կիրառական ծրագրավորման 10-րդ պատանեկան մրցույթն այս անգամ անցկացվեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում։ Այն հնարավորություն է տալիս բացահայտելու եւ խրախուսելու ապագա տաղանդավոր ծրագրավորողներին, որոնք ձեռք բերած հմտությունները մեկտեղում են մաթեմատիկական գիտելիքների հետ։ DigiCode-ը նպատակ ունի բացահայտել, ճանաչելի դարձնել, ինչպես նաև խրախուսել մեր պատանիներին, նպաստել, որպեսզի նրանց մոտ ստեղծագործական հմտություններ զարգանան։ Պարզապես խաղ խաղացողից օգնում ենք նաև սրանով նպաստում ենք, որպեսզի երեխաները վերածվեն խաղ ստեղծողի, պարզապես պարողից վերածվեն ստեղծողների, ինչը հանդիսանում է նաև հենց Արմաթի հիմնական նպատակներից մեկը։ Նախամարզային, մարզային եւ հանրապետական փուլերով անցկացվող մրցույթին այս տարի հայտագրվել է 1600 աշակերտ։ Սյունիքի մարզում գործում են 48 արմատ աշխատանոցներ, որտեղ սովորում են շուրջ 850 երեխաներ։ Նրանցից 150-ը DigiCode մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել։ Տարեց տարի նախ հայտերի թիվն է ավելանում, ու եթե համեմատում ենք 2025-2022 թվականի հայտերի թվերը, գրեթե կրկնապատկվել է։ Երեխաները ինչքան սերնդափոխություն է լինում, այնքան գաղափարներն ավելի տարբերվող են, տարեցտարի նաև այս գաղափարների տարբերությունն է զգացվում, ինչը հենց նախագծերի վրա կարծում եմ տեսանելի է։ Ապրիլի 12-ին մարզային փուլի մրցանակակիրները հանրապետական փուլում կներկայացնեն լավագույն աշխատանքներն ու կստանան մրցանակներ։